Գորիսում զբոսաշրջությունն աստիճանաբար վերածվում է համայնքի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկի։ Քաղաքում եւ բնակավայրերում կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր, որոնց առանցքում Սյունիք դեմուն է՝ Սյունիքի մարզի զբոսաշրջության կառավարման գրասենյակը։ Այստեղ ոչ միայն խթանվում է զբոսաշրջության զարգացումը, այլև իրականացվում է մարզի զբոսաշրջային ներուժի քարտեզագրում, մշակվում են նոր զբոսաշրջային առաջարկներ եւ բարձրացվում է հյուրընկալության որակը։ Գրասենյակը ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իսկ ծրագրերի կայացման եւ շարունակական զարգացման գործում շուրջ 2 տասնամյակ կարևոր աջակցություն եւ նշանակալի ներդրում է ունեցել նաեւ Գորիս-Վիեն համագործակցությունը։ Զբոսաշրջության կառավարման գրասենյակի խորհրդի նախագահի խոսքով կառույցը նպաստում է ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլև տեղական արտադրանքի առաջխաղացմանն ու համայնքի տնտեսական ակտիվության աճին։ Կենտրոնը մեր մարզի համար ունի ռազմավարական նշանակություն, դա մեզ համար պարզապես կառույց չի, այլ հարթակ է, որ միավորում է տեղական ռեսուրսները, մարդկային ներուժը եւ զարգացման հնարավորությունները։ Մեզ համար կարեւոր է, որ կենտրոնը գործի կայուն, զարգանա եւ ունենա ավելի երկարաժամկետ ազդեցություն, որովհետև խոսքը գնում է ոչ միայն զբոսաշրջության մասին, այլ խոսքը գնում է նաև մարդկանց կյանքի որակի, մեր համայնքների կենսունակության եւ Սյունիքի զարգացման մասին։ Զարգանալով զբոսաշրջությունը մեր համայնքում առաջանում է պահանջ, ստեղծվում են նոր հյուրատներ, նոր փորձառություններ, նոր ծառայություններ եւ այս ամեն ինչը հնարավորություն է տալիս մարդկանց հենց համայնքում ստեղծելու իրենց փոքր բիզնեսը եւ եկամուտ վաստակելու։ Սա ուղիղ տնտեսական խթան է համարվում մեր համայնքի համար։ Գորիսում 20 տարի գործող ֆրանսախոսների կենտրոնի հիմնադիր ղեկավար, իսկ այժմ արդեն Սյունիքի մարզում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը կարևորում է Սյունիք DMO-ի գործունեությունը եւ ընդգծում, որ նման կառույցները մեծ դեր ունեն Սյունիքի ճանաչելիության բարձրացման եւ միջազգային կապերի ընդլայնման գործում։ Վիեն Գորիս քույր քաղաքների համագործակցության շրջանակում ծնվում են բացառիկ հնարավորություններ տարբեր ոլորտներում, երիտասարդության, մշակույթի, սպորտի, այդ թվում նաև туриզմի ոլորտում եւ туриզմի ոլորտում մենք մեծագույն ջանքեր են գործադրում, որպեսզի անկախ տարբեր մարտահրավերներից մենք կարողանանք դիմակայենք եւ ընդունենք բազմաթիվ զբոսաշրջիկներ ու մենք գրեթե ամենօրյա ռեժիմով ֆրանսիական կենտրոնը ընդունում է ֆրանսախոսների եւ ովքեր իրենց տարբեր հարցադրումների միջոցով ուզում են ել ավելի շատ ինֆորմացիա ստանալ մեր քաղաքի եւ մեր մարզի մասին եւ մենք ուղղորդում ենք Սյունիք DMO-ին։ Նախորդ տարի զբոսաշրջության կառավարման գրասենյակը կազմակերպեց տուրօպերատորների ճանաչողական այց։ Շուրջ 18 տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ բացահայտեցին Գորիսի եւ Տաթևի գրավչությունն ու հարուստ պատմամշակութային արժեքները։ Նրանց ներկայացվեցին նաեւ տեղական յուրահատուկ հմտություններ, թոնրի լավաշի թխման գործընթացը, կաթի վերամշակումն ու այլ ավանդական փորձառություններ։ Այցի շրջանակում հյուրերը եղան նաեւ Գորիսի Handmade սոցիալական ձեռնարկությունում, որտեղ ներկայացվում է բրդի վերամշակման ամբողջական շղթան թելմանելուց մինչև գորգերի եւ կարպետների գործելու գործընթացը։ Արդյունքում տուրօպերատորները Գորիսը ներառեցին իրենց զբոսաշրջային փաթեթներում, ընդգծելով այս առանձնահատկությունները որպես գրավիչ առավելություն։ Այս ամենի շնորհիվ Սյունիք աստիճանաբար դառնում է ավելի գրավիչ ուղղություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում, նշում է Սյունիք DMO-ի գործադիր տնօրենը։ Туриզմի գրասենյակը որպես ինֆոկենտրոն հենց առաջին հիմքերը դրվել է Գորիս-Վիեն համագործակցության շրջանակներում ու հենց Վիեններ, որ խոսած туриզմի լեզվով Գորիսում ու այդ պարտականությունը դրված է Սյունիք DMO-ի ուսերին, որը մենք ձգտում ենք պատվով կատարել։ Գրասենյակի նպատակը դա լինել կենտրոն, որտեղ տուրիստը կարող է գտնել ինֆորմացիա ամբողջ մարզի մասին։ Երկրորդ նպատակը ամբողջ Սյունիքի մարզի տուրիստական ենթակառուցվածքների քարտեզագրումն է, որը օգտագործվում է եւ միջոցառումների կազմակերպման ժամանակ, եւ կանխատեսումների ժամանակ եւ կատարվում է տարվա վերջին կատարվում է ավելի շատ աուդիտ, թե որ երկրից ավելի ակտիվ են եղել այցելուները դեպի Սյունիքի մարզ։ Վեր է հանվում խնդիրները, որոնք հենց տուրիստների կողմից նշվում են, որոնք քննարկվում են թիմերի հետ եւ
զբոսաշրջության կոմիտեի հետ։ Զբոսաշրջության կառավարման գրասենյակը կարևոր դեր ունի նաև տվյալների հավաքագրման եւ վերլուծության գործում։ Գրասենյակ այցելող զբոսաշրջիկները լրացնում են հարցաթերթիկներ, որոնք օգնում են հասկանալ նրանց նախասիրություններն ու ցանկությունները։ Այս տվյալների համաձայն Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար Սյունիքի մարզը նախընտրելի ուղղություն է։ Անցած տարվա վիճակագրությամբ մարզ այցելածների շուրջ 45%-ը եղել են ֆրանսիացիներ, որոնց հաջորդում են գերմանացիները։ À l'office de tourisme, on a tout de suite été... Մենք եկել ենք Ֆրանսիայից եւ այս կենտրոնի շնորհիվ կարողացանք շատ հեշտ կողմնորոշվել։ Որտեղ մնալ 5 օրիսում, թե քաղաքի կենտրոնում, խանութներին ու Ֆրանսիայի հյուպատոսությանը մոտ։ Դա իսկապես շատ օգտակար էր։ Հետո մեզ առաջարկեցին նաեւ վարշավներ ու զբոսանքներ։ Ցույց տվեցին ինչ կարելի է տեսնել ու անել Սյունիքում եւ հարակից գյուղերում։ Բայց ամենակարևորը մարդկանց հետ շփումն էր։ Մենք ծանոթացանք հայերի հետ եւ դա իսկապես հրաշալի է։ rencontrer des Arméniens et ça c'était vraiment super. Այսօր Գորիսը պատրաստ է ընդունել մեծ թվով զբոսաշրջիկների։ Քաղաքում առկա է շուրջ 2000 մահճակալային ֆոնդ, 15 խոշոր հյուրանոցներում եւ ավելի քան 30 հյուրատներում։ Բայց Գորիսի առավելությունը միայն ենթակառուցվածքները չեն։ Այստեղ բնությունը եւ հարուստ պատմամշակութային կոթողները շարունակում են մնալ գլխավոր գրավչությունը։ Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ, լինի զբոսաշրջիկ, թե լինի անհատ թեկուզ, ով հետաքրքրված է, կարող է մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքների մասին ինֆորմացիա վերցնել DMO-ից։ Շնորհիվ մեր քաղաքապետարանի եւ մեր պարոն Արուշ Արուշանյանի այս վերջին 2 տարիներում բավականին ներգրավվածությունն է տեղական շուկայի, այսինքն տեղացիները Գյումրիից, Վանաձորից, որպես օրինակելի քաղաք գալիս են մաքրության եւ գեղեցկության տիպային օրինակելի քաղաք գալիս են Գորիսը բացահայտելու։ Սյունիք Դիամոն Հայաստանի արահետներ ծրագրի շրջանակում այս տարի ամռանը քաղաքը կհյուրընկալի Հայաստանի տարբեր մարզերի ժամանակ շուրջ 200 երիտասարդի։ Մի քանի օրով նրանք կհայտնվեն արշավական լիարժեք մթնոլորտում բացահայտելով բնությունը, համայնքը եւ նոր հնարավորությունները։ Այս նախաձեռնությունը եւս մեկ քայլ է Գորիսը դարձնելու ակտիվ զբոսաշրջային կենտրոն եւ երիտասարդական գրավիչ հարթակ։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։